Լևոն Տեր-Պետրոսյանը հասկացել է, որ Ղարաբաղյան հարցի դիրքավորվածությունն այնպես պետքա լինի, որ դու պետքա խոսակցություն սկսես փոխզիջումներից։ Ու այս փոխզիջումներից սա ոչ մեկի կողմից չի ընդունվել, բոլորը սրան դեմ են եղել, ու այդ դեմ լինելով հանդերձ այս իրավիճակը 20 տարուց ավել հնարավոր է եղել պահել։ Հիմա եթե մենք խոսակցության ռակուրսը փոխենք, ասենք, եթե օրինակ էլի Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության գալով, լինելով էլի ֆորպոստի վարչապետ, ինքը խոսակցություն սկսեր փոխզիջումային տարբերակից, ունենալով այդքան բարձր լեգիտիմություն 80%-ից ավել, ունենալով, ասենք, արևմուտքի ավելի դրական վերաբերմունքը պայմանավորված այդ հեղափոխական գործընթացներով։ Ինքը այդ որ ասում են կասային դավաճան 21-ին ասում են, բայց ընտրվավ։ Արդյոք ինքը եթե 18-ից այդ մտքին լիներ, սկսեր զիջումների դիրքից, մենք այս իրավիճակն էինք ունենալու ու բանով, մինչև Արցախը չկորցնենք, պետություն չէինք ունենալու։